պահանջը կայանում է նրանում, որ շինարարությունը կասեցվի մինչև խնդրի իրավական լուծումը։ Սա եղել է շարժման բոլոր մասնակիցների որոշումը, թե սա ձեր անձնական որոշումն է։ Սա իրականում, քանի որ մասնակիցները իրենք բոլորը եկել են իրենց հանրային այգու համար իրավական միջոցներով պայքարելու, այսինքն որ հանրային այգին մնա հանրային այգի, իսկ այստեղ տեղի ունենում շինարարություն, ինչ որ ստվերային շինարարություն, որի մասին մեզ ինֆորմացիայի մեծ մասը ընդհանրապես չեն ցանկանում տալ։ Պատկերացրեք, որ վերջին տվյալներով, որ ես ստացել եմ, չգիտեմ ինչքան է ստուգված, բայց ընդհանրապես Երևանի կանաչապատմամբ զբաղվել պարտավոր ընկերությունը զբաղվում է այսօր կրպակներ կառուցելով։ Իրականում, այո, դա կարելի է համարել այստեղի բոլոր բողոքի իրենց արտահայտող մարդկանց պահանջը, որ կասեցվի այգու շինարարությունը մինչև խնդրի իրավական լուծումը։ Շատ լավ, իսկ դուք հացադուլը օրերը հաշվարկել եք ինչի մանրած, դուք ձեր առողջական վիճակը հաշվի առել եք։ Հաշվի առնելով իմ ֆիզիկական ու առողջական պատրաստվածությունը։ Իսկ պատրաստում եք այստեղ մնալ նաև գիշերը, թե 24 ժամից պատրաստում։ Լավ։ Իսկ չեք կարծում, որ քաղաքապետարանի դիմաց կազմակերպված այդ ցույցը, ստորագրահավաքը, որ չունեցան իրենց նպատակը, հացադուլը կարող է ազդել հաստատակամության վրա։ Գիտեք ինչն է հարցը, ես մի քանի անգամ այսօր կրկնեցի ու չեմ հոգնի երբեք կրկնել։ Ինձ թվում է մարդկանց մոտ պարզապես որ մենք այսքան դե իրականում արդեն քիչ չենք, բայց բավականին քիչ ենք էլի իրականում։ Շատ ավելի շատ մարդիկ, շատ ավելի շատ երևանցիներ, թեկուզ կենտրոնցիներ պետք է մտահոգ լինեին այս այդու ճակատագրով ու հենց մեր քչությունը ինչ որտեղ խոսում է նրա մասին, որ մարդիկ լուրջ չեն ընդունում խաղաղ ցույցը։ Համարում են, որ խաղաղ ցույցը դա թուլության ու անզորության նշան է։ Ու ինչ որտեղ հացադուլը ցույց է տալիս, որ կարող է լինել նաև ուժի արդյունք խաղաղ միջոցները։ Իսկ հնարավոր է, որ նաև այս պաշտպանական խմբի մյուս անդամներն էլ միանան ձեր հացադուլին։ Ես խորհուրդ կտայի, որ եթե նույնիսկ նման միտք ինչ-որ մեկը ունենա, ապա դա անի անպայման բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ հացադուլը ցանկացած մարդու առողջության վրա լրիվ տարբեր ձևի է արտադրվում։ Դուք ինչքան հասկացա խորհրդակցել եք բժշկի հետ։ Ես ներկայությամբ բժշկի հետ խորհրդակցության կարիք չունեմ, քանի որ սովի միջոցով օրգանիզմը մաքրելու որոշակի փորձ ունեմ, իհարկե ոչ ութորվա հատևորությամբ, մաքսիմալը հասել է 4 օրվա, բայց եթե նայում եք, այստեղ կանգնած են լիքը մարդիկ, որոնք խորքում մտածում են, որ այս կրպակները այստեղից հեռացնելը անհնարին է։ Ու այստեղ կանգնած են նաև մարդիկ, որոնք չեն հավատում, համարում են, որ անհնարին է, որ ես 8 օր այստեղ առանց սնունդ ընդունելու մնամ ու պահպանեմ իմ ոչ միայն առողջությունը, այլ նաև իմ ոգին պահպանեմ, իմ կամքը պայքարել այս այգու համար։ Ու եթե ես կարողանամ անել մի անհնարին բան, միգուցե մարդիկ կարողանան հավատալ երկրորդ անհնարին բանին։